Բարև ձեզ, Բարև ձեզ, շուտվանից ձեզ չէինք տեսնում։ Ասեմ, որ դուք հիմա իմ ծննդավայր Արտաշատում եք։ Շատ ուրախ եմ, գոհ են ձեր հայրենա, որ շփվում եք աշխատատեղերի Հարցում ստեղծումը։ չեմ արել, դեռ մոնիտորինգ չեմ արել, այնպես որ չեմ կարող պատասխանել։ Ուրախ եմ, որ կարողացել ենք այստեղ 180 մարդու ապահովել աշխատանքով։ Պարոն Կարապետյան, իմ հարցը վերաբերում է ձեր վերջին շրջանում հաճախ հնչող հայտարարություններին, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի հաջորդ վարչապետն է եւ այլն։ Մի տեսակ դիսկոմֆորտ չեք զգում, երբ որ նման հայտարարություն եք անում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրություններում ելքը որոշող ամեն դեպքում լինելու է քաղաքացու տված քվեն։ Տեսակ թքած ունենալու վերաբերմունքի դրսևորման կարծեք ականատես լինենք, երբ որ դուք դեռ ընտրությունները չսկսած, դեռ նույնիսկ քարոզարշավը չստացած, արդեն կանխորոշում եք, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետ։ Եվ ընտրակաշառքի թեման, քանի որ Արտաշատում ենք մի երկու շաբաթ առաջ սկանդալային հաղորդագրություն հրապարակվեց իրավապահների կողմից, գիտեք, ձեր տեղի շտաբի աշխատակիցներն միմյանց հետ փոխանակվում ընտրակաշառք բաժանելու թեմայով նրանց բոլոր անմեղության կանխավարկած անշուշտ։ Երիցս հարգում եմ, բայց հարց. Եթե իսկապես դուք ուժեղ եք եւ համոզված եք, որ հաղթելու եք գալիք ընտրություններում, ձեր հաջորդ Հայաստանի հաջորդ վարչապետն լինելու է ձեր հորեղբայրը, ապա ինչու եք դիմում ընտրակաշառքի մերժելի քրեորեն հետապնդելի մեթոդին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Առաջի հարցին կարծեմ ես մի ծանոթ ուժ ունեմ, որի առաջնորդը մի անգամ հայտարարել էր, որ կամ ինքը կլինի Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Արդյոք չեք կարծում, որ դա շատ արգատելի վերաբերմունք է մեր ժողովրդավարությանը։ Արդյոք չեք կարծում, որ Հայաստանը վարչապետ չունենալու մասին պնդումը դա մեր պետականության հանդեպ անարգանք է, ժողովրդի կարծիքի եւ ընդհանրապես պետական ինստիտուտների հանդեպ անարգանք է։ Իհարկե այդպես է իմ կարծիքով։ Եթե դուք այդպես չեք, վստահ եմ դուք էլ եք կարծում, որ մեր երկիրը միշտ պետք է ունենա վարչապետ եւ այդ վարչապետը պետք է երրորդ անգամ մեր կարծիքով եւ հասարակության նշանակալի մասի կարծիքով, ում սահմանադրական իրավունքն է դա, մեր կարծիքով մեր երկրի վարչապետը երրորդ անգամ նույն մարդը պետքա չլինի, որովհետեւ ժամանակին այդ մարդը երրորդ ժամկետի համար գլխավորեց ժողովրդի դժգոհությունը։ Ժողովուրդը դժգոհ էր եւ այսօր էլ է դժգոհ, որովհետեւ վերջի 8 տարիները մենք չենք կարող ներկայացնենք որպես մեր պատմության փայլուն շրջան ամենայն հարգանքով բոլոր գործիչների հանդեպ, որոնք եղել են այս ընթացքում ինչ-ինչ պաշտոնների Հայաստանում բարձր թե ցածր, բայց 8 տարվա արդյունքում մենք չենք կարող ասել, որ մեր երկիրը ապրել է իր ծաղկման շրջանը։ Մենք ունեցել ենք շատ բարդ շրջան եւ կարծում եմ, որ այդ բարդությունների համաստեղծողի, համապատասխանատուներից մեկի հետ ժամանակն է բաժանվել։ Երկրորդ հարցի հետ կապված։ Իմ գործընկերները պատասխանել են այդ հարցին, վստահ եղեք, եթե այդպիսի բան լիներ Հայաստանում, այս իրավիճակում իշխանությունները դա կօգտագործեին 50 անգամ ավելի թնդացնելով, դրա կա օրենքով սահմանված սահմանադրական իրավունք քարոզիչներ գրանցելու, որը իրացվում է բոլորի կողմից։ Թող սխալ տեղեկատվություն չտան, քարոզիչ գրանցելու խոսակցությունները երբեմն ներկայացվում են որպես կաշառքի առաջարկ, ինչքան ինձ բացատրել են մասնագետները, բայց իմ գործընկերները արդեն պատասխանել են այդ հարցին, հուսով եմ նաև մասնագետները ավելի կբացեն այդ հարցը։ Շնորհակալ եմ։ Ընտրակաշառք երևույթը շատ վատ վերաբերմունք ունեմ, ընտրություններից առաջ 30,000 դրամ բաժանել աշխատակիցներին մի հիմնարկի ընտրություններից մի ամիս առաջ, հետո մարդկանց համար տարբեր աշխատանքներ խոսք տալ, շատ վատ վերաբերմունք ունեմ։ Հեծում նշանակել
ձայն բերելու համար մարդկանց շատ վատ վերաբերմունք ունեմ։ Ես ընտրակաշառքներին, պետական հովանավորչությանը շատ վատ վերաբերմունք ունեմ։ Շնորհակալ եմ։ Ցուն Armenia Today խնդրեմ։ Շնորհակալություն։ Նախ շնորհավորում եմ այս մեկի կապակցությամբ ձեզ պարոն Կարապետյան, աղքատությունը հաղթահարելու ֆոնդ ստեղծելու մասին է հարցս, ինչ մեխանիզմով է այս ֆոնդը գործելու, որպեսզի դրա շահառուները, այսպես ասած, չհայտնվեն նպաստառուի հոգեվիճակի մեջ եւ միաժամանակ կախվածության մեջ չլինեն դրանից։ Օրինակ, կիրառելու եք միջազգային փորձը, ենթադրենք հատուկ տրանսֆերներ բացառապես այն ընտանիքներին, որտեղ աշխատունակ մարդը կամ վերապատրաստվում է կամ աշխատանք է փնտրում, որտեղ նախկինում եղել է դեպքեր, երբ որ նպաստառու ընտանիքները այլևս մոտիվացված չեն եղել աշխատելու, եւ թույլ տվեք մի փոքր հարցել, բազմաթիվ անգամ նշում եք, որ ձեր ուժը տնտեսությունը թռիչքաձև աճ է տալու, աճ է ապահովելու։ Ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը եւ որ ուղղությամբ ներքին արտադրողներին մոտիվացնելով, թե նաեւ արտաքին հոսքերը։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Առաջինը մտահոգությունը, այն մտահոգությունը, որ մարդկանց 5 հոգանոց ընտանիքին, ծայրահեղ աղքատ ապրող, մենք ուզում ենք 150,000 դրամ ծրագրով, աղքատության հաղթահարման ծրագրով աջակցենք եւ քննադատության փորձում են արժանացնել, ուզում ենք մի բան ասենք այդ մարդկանց։ Իրենք պատրաստ են 10 օր, 20 օր, 1 ամիս ապրել այն մարդկանց կյանքի պայմաններում, ով ստանելու է այս աջակցությունը։ Ով քննադատի այս ծրագիրը, առաջարկեք 1 ամիս այդ մարդկանց կյանքով ապրել։ Կա աղքատության թակարդ, այդ մարդկանց պետք է հանենք այդ թակարդից, հնարավորություն տանք, միջոցներ տանք ոտքի կանգնելու։ Հետո, մի քանի տարի հետո, երեխաները հիմնականում բազմազավակ ընտանիքներ են, երեխաները կրթություն կստանան եւ իրենք կհանեն իրենց ընտանիքը աղքատությունից, բայց այսքան միլիոնատեր, այսքան ունևոր մարդ ունեցող մեր ազգը պետք է թույլ չտա ծայրահեղ աղքատ մարդ իր ազգի ներկայացուցիչ լինի։ Սա է մեր փիլիսոփայությունը, սա է Սամվել Կարապետյանի փիլիսոփայական մոտեցումը այս գործին։ Գաղափարը այն է, որ այսքան հնարավորություններով տեր հայրենակիցներ ունեցող ազգը պետք է թույլ չտա իր հայրենակիցներից տասնյակ հազարները 21-րդ դարին ոչ վայել աղքատության մեջ լինեն։ Տնտեսության թռիչքաձև աճը 3 հիմնական ուղղություններ կա։ Ներդրումների աջակցում եւ ներդրողների հետ երկարաժամկետ պայմանագրերի կնքում, ներքին շուկայի աջակցում եւ բիզնեսմենների, գործարարների շահերի պաշտպանություն եւ երրորդը պետական ծրագրային մասնակցություններ։ Ծրագրերը սա հիմնական մեր մասնագիտությունն է, տնտեսությունը մեր մասնագիտությունն է։ Մենք կարող ենք ասել, որ փորձառության առումով ամենամեծ փորձ ունենք տնտեսության մեջ եւ դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին, որ մենք ենք իրականացնելու վերջապես տնտեսական փոփոխությունների Հայաստանում ծրագիրը, որը անհրաժեշտ է, որը պետք է 10 տարի առաջ լիներ, 5 տարի առաջ լիներ եւ ոչ թե այսօր, բայց ստիպված ենք անել այսօր։ Կա փուլային գաղափար։ Առաջի 5 տարին դա 300,000 աշխատատեղերի ստեղծումն է, աղքատության շեշտակի նվազումն է, ծայրահեղ աղքատության վերացումն է։ Ծայրահեղ աղքատությունը Սամվել Կարապետյանի ուժը վերացնելու է 6 ամսվա ընթացքում։ Այս քաղաքականությունով դուք կտեսնեք։ Շնորհակալ եմ։